Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Անտաղատ մարդ դուրս է գալու։ Ես եկել եմ 5 ժամը կանգնել եմ այս բաժակները ձեռքից, դու գալիս ու չես ասում։ Դու ես տաղանդից խոսում։ Ուր է քո տաղանդը այսօր ցույց տուր ինձ մի բան, որ ես ասում եմ։ Տաղանդը անընդհատ ցույց չեն տալիս, Տիգրան։ Տաղանդը ստեղծագործության ուր է։ Մեջ է երկունքը։ Դա վաղ անցյալ դարում էր, երբ դու ստեղծագործում ես։ Հիմա դու դարձել ես այսպես խոսացող ինչ-որ։ Խոսացող ինչ-որ բանը միշտ դու ես։ Ես խոսացող ինչ-որ բան երբեք չեմ։ Երևանն է խոսում, հասկանում ես, Երևանը մարդիկ, շնորհալի մարդիկ։ Իսկ դու երբեք չպետք է լինեն դուրս պրծուկ։ Բայց ինչու ես այստեղ նստած այդ դեպքում։ Հաղորդավարները միգուցե ուրիշ տարբերակ չունեն այլ ստեղծագործելու։ Հա դու բերեցիր ինձ գցեցիր, ես իրականում ստեղծագործ, երգահան մարդ եմ, երգահան սխալվեցի։ Երգահանից մնաց հն հաղորդավարուհին։ Լավ, արի հասկանանք, արդյոք նայեք, երգահանը եւ հաղորդավարը, երկնային եւ երկրային ինչ որ մի զուգահեռներ է այստեղ գնում եւ համադրություն է։ Բայց որպես երգահան երկնային, որպես հաղորդավար երկրային։ Եվ եթե երկնայինն ու երկրայինը միմյանց հետ բախում ունեն, կարծես թե չի հաջողում անձը։ Կամ էլ հաջողում է միգուցե։ Քանի դեռ նստած ենք այստեղ, կարծես թե բախում չկա, արի դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Առաջին այսօր մեզ միացել է սցենարիստ, բանաստեղծ Վարդան Զադոյանը, ողջույն, բարի գալուստ։ Ողջույն Վարդան ջան։ Երևի թե եզակի մարդկանցից ես, ում ներկայացնելիս չեմ վախենա տաղանդավոր էպիտետից։ Այսօր կարծես տեղի անտեղի պատե անպատե, ով գա չգա մի բան անի, մի հատ չգիտեմ չխկոց հանի կոպիտը։ Պետք է ասես սիրված տաղանդավոր, պարտադիր։ Սիրված տաղանդավոր։ Պարտադիր։ Այսինչն։ Այ ինչպես ես վերաբերվում դու այդ բնորոշմանը։ Ամեն մեկին արժե տաղանդ կոչել։ Ճիշտն ասած, ինքը գիտեք ոնց տաղանդավոր հասկացողությունը մի քիչ ինձ համար բան է։ Ամեն մեկը չի կարող իր մասին տենց բան ասել։ Ես ասեմ քեզ ներողություն եմ խնդրում, բեմ դուրս գալուց առաջ արտիստները իրենք են խնդրում, ասում են խնդրում չմոռանաս ասել տաղանդավոր եւ սիրված։ Անձամբ են խնդրում։ Դե տեսեք, ամեն մեկը խնդրում է եւ ուզում է այն, ինչի կարիքը ունի, հա։ Մեր աստղերը։ Հա, այսինքն մեր աստղերը այսօր ունեն կարիք տաղանդավոր լինելու։ Իհարկե ոչ բոլորը, բնականաբար, այո, մեծ մասը։ Ոչ բոլորը, իհարկե, ես շատերին չեմ ճանաչում, քանի որ շատ չեմ ստեղծագործել, ստեղծագործել եմ շատերի հետ, մեր հայ երգիչ երգչուհիների, այսօրվա երիտասարդությունը ես չգիտեմ ինչ վիճակում է գտնվում։ Այսինքն, եթե իրանք իրոք ունեն խնդիր այսօր ասել, որ ես տաղանդավոր եմ, նկատեք ինձ, դա ինչ որ մի բղավելու ստադիա է, հա, եկեք հաշվենք դες։ Ճգնաժամ։ Համենայն դեպս նույն գոռացողները կարծես թե իրենց տեղայից արևի տակ ավելի լավ են եւ շուտ են հարթում, կան չբղավողները, ովքեր չեն համարում ինչ որտեղ նեղվում են, ընկճվում են, համեստ են, զուսպ են եւ շարունակ։ Ինչ կասես դրա մասին։ Ես նման բան կասեմ, որ մարդը երբ որ ունի ինչ որ որոշակի տաղանդներ իր մեջ, հա, ասենք ունակություն գրելու, ունակություն ստեղծագործելու, արարելու,
Ես դες մի հատ օրինակ բերեմ, երևի ամենաճիշտը դա կլինի։ Ես մի անգամ ամառանոցում յետևը մեծ մի հատ տարածք կար, հա, բաղճա են ասում, բաղճա, որտեղ բուսականություն էր աճում եւ այդտեղ աճում էր մի բույս, որը ռուսերեն կոչվում է ամբրոզիա, հայերեն կոչվում է քաղկենի բույս։ Չէ, լուրջ է։ Ամբրոզիայի անունը հենց քաղկենի ծաղիկ է, ամբրոզիա։ Ինքը սառնյակ, մոլախոտ է։ Հասկացա։ Մոլախոտա այդ ու այնտեղ երիցուկներ էին աճում, որոնք շատ գեղեցիկ էին ու այդ քաղկենի բույսը sense շրջապատել էր այդ երիցուկներին, այս երիցուկները sense խեղճացած բան ընկել էին մի կողմի վրա, բան չէ, ես sense պոկում եմ, ասում եմ, արեց աղտերը ոնց կարելի է սրանից պրծնել, էլի, ես ոչ խնամք ա ուզում, ոչ Վեցացում, ահա։ Հա, ու ինքը աճում ամենտեղ, ինքը աճում է, ինքը խնդիր չունի, ինքը գոռալով աճում է։ Դռնից դուրս էսա լուսամուտից մտնում է։ Այո, հիմա եմոսոմա հետ գանք մեր թեմային։ Մոլախոտը խնամքի կարիք չունի։ Իրան պետք չի ջրել, իրան պետք չի հետևել, հասկանում եք, որպեսզի ստանալ այն ինչ որ ինքը պատրաստվում է տալ։ Իսկ մոլախոտը ոչ մի բան չի պատրաստվում տալ, բացի փչացնելուց։ Երբ որ մոլախոտը սկսես հետևել մոլախոտին, սկսես ջրել, դա ավելի սարսափելի կդառնա։ Տաղանդավոր Ինչպես անտաղանդը։ Խնամքի կարիք չունի։ տաղանդավոր մարդը ունի խնամքի կարիք։ Համաձայն եմ 85%, 15 չէ, ինչու։ Ասացիր, որ մոլախոտը պարզապես փչացնում է, խնամքի կարիք չունի։ Բայց դու չնշեցիր, որ մոլախոտը սնվում է այլ բույսի հաշվին։ Հիմա հաշվին, բացի փչացնելուց, չէ՞, նա պետք է ստանա ինչ-որ մեկից։ Այ քո շնորհի պտուղներով շատ մարդիկ են սնվել եւ դարել, չեմ ուզում անուններ պետք չի տալ, առհասարակ այդ երևույթը, սնվել եւ դարել այն, ինչ այսօր դու ներողություն կարծես թե ըստ արժանավորին չդարար։ Կարող է դու չհամաձայնես հիմա ինձ հետ։ Ես համաձայն եմ ձեզ հետ, ես ուղղակի որոշ գաղտնիքներ պետքա բացեմ, որոնց մասին մարդիկ, որոնք այսպես ասած մարդիկ չեն էլ լսում այդ գաղտնիքները, իրանց հետաքրքիր էլ չի։ Մեկ էլ հանկարծ լսում են ու պարզվում է տենց, հա, Աստված իմ ստեղծագործական կյանքի մեծ մասը, ես չգիտեմ ինչքանով եք դուք տեղյակում համար եմ ես ստեղծագործել, ինչեր եմ ես ստեղծել եւ այլն եւ այլն, մենակ մի բան կարող եմ ասել, այդ ամենը ինչ որ ես արել եմ առանց շահի։ Մարդիկ, որոնց համար ես արել եմ առանց շահի, դրանով հետագայում վաստակել են գումար։ Այո։ Այսինքն ես այո, կարող եմ ասել, որ իմ հաշվին շատ մարդիկ ինքնահաստատվել են։ Չնայած չեմ կարող այդ մարդկանց համարել մոլախոտ։ Որոշներին իրեն կերել, ինչպես ասում են։ Այո, ես ոչ թե աշխատել եմ, այլ ես շատ մեծ վկլադ լումա եմ դրել, որպեսզի իրանք կարողանան հետագայում աշխատեն իրանց հացի փողը։ Վարդան ջան, ինչն է իրենց օգնել այդ ճանապարհում էլ ավելի ճանապարհ հարթել իրենց համար եւ ինչն է քեզ խանգարել իրենց օգնել քո հաշվին կայանալ։ Ինչն է քեզ խանգարել, ինչն է իրենց օգնել։ Կարող ես երկու բառով այդ գիծը ասել։ Դու կոնկրետ ինքդ քեզ այսպես ասած աչոտ, հա, աս ինչու այսպես եղավ, ինչու նա իմ հաշվին գնաց առաջ։ Ես կարծես թե ինքս իմ հաշվին սկզբում մնացի։ Լավ, այդ պարզ ասենք, Վարդան, ինչը չաշխատեց այդ ճանապարհի ընթացքում, որ քեզ ստիպեց մնալ տեղում։ Ինձ ճիշտն ասած, ես շատ առաջ եմ գնացել։ Չէ, չեք ասում չես գնացել, բայց հիմա պիտի լինեիր գուցե ավելի հեռու։ Տեղում խոսքը գնում է տեղում գտնվելու մասին, երբ որ գիտեք ինչ, ես չեմ ուզում ինձ ինտելիգենտ մարդ համարեմ, որովհետև ինձ համար ինտելիգենտ մարդը մի քիչ տարօրինակ բնույթի մարդ է, ինչի որովհետև ինտելիգենտ մարդը չի կարողանում ասել ոչ բառը։ Հա, ցավոք սրտի։ Ես ժամանակին ինձ երևի դրել էի ինտելիգենտի տեղ։ Բոլորին ասում էր այո։ Բոլորին ասում էի այո։ Այո, ես համաձայն եմ, խնդիր չկա, կանենք, խնդիր չկա, մարդը ուզում է, մարդը ստեղծագործում է, ոնց կարող եմ ես չօգնել։ Այդ ամենը գցենք մի կողմ,
բայց երբ որ հետագայում հասկացա, որ ուղակի էլեմենտար եթերաշրջաններում, եթերներում իմ անունը չի տրվում, ուղակի էլեմենտար չի ներկայացվում ով է դա արել, ով է իրական ստեղծագործը, ով է իրական մարդը, ով որ հորինել է։ Մարդիկ այսօր կներեք, ես չեմ ուզում ինքս ինձ գովազդեմ, դա բացառված է, բայց այսօր սկսած Իրաքից վերջացրած մինչև Վիետնամ ու Միացյալ Նահանգներ կրում են անմոռուկ չիմանալով, որ դա ես եմ հորինել, հա։ Օպա։ Ապասնեն դուք եք։ Չէ, դե բայց նայ, մի րոպե, իմ մեղքը իմս չի, մեղքը քոնն է։ Դե Որ դու չես բարձրաձայնել, մի րոպե։ Այ տես նման հարթակներ կան կամ առհասարակ։ Իսկ ինչու չբարձրաձայնել։ Ինչու լինել համեստ, ինչու լինել հպարտ։ Ես գիտեք ոնց, ես вера, вот это пустая вера, այտենց մի հատ բան կա։ Ես ամբողջ իմ կյանքս հա, դատարկ հավատքի մասին է խոսքը գնում։ Ես իմ ամբողջ կյանքս ապրել եմ պրինցիպով Բարոն Մյունխհաուզենի, եթե գիտեք ֆիլմը, հա։ Ես միշտ հույս եմ ունեցել, որ կողքինս բարեկիրթ է։ Լավ, մեկ կողքինը տեսար չասեց, երկու չասեց, երեք չասեց, դու տեսար, համեգը լսեցիր, դիտեցիր, քո անունը չկա, ինչ անել։ Լրել, շարունակել լրել եւ ապրել այդ դատարկ հավատքով։ И уповать на Бога. Դե կակ մինիմում գոնե սկսել սենց հաղորդումների գալ, հա։ Ինչ որ միտեղից տարիներ են անցել, դու տեսնում ես։ Դե տարիներ անցել են, բայց ես չեմ համարում իրանց գործերած։ Ես շատ մեծ պորտֆոլիո ունեմ, ես շատ մեծ արած գործեր ունեմ, որոնց մասին անձնական է, ուղղակի մարդիկ դրա մասին քաջ տեղյակ չեն։ Ես հիմա արդեն կամած փոխել եմ իմ ստիլը։ Ափսոս չէ այդ ժամանակը։ Եթե ես սկսեմ ափսոսել, ես կարող եմ ընթանալ։ Այո, հիմա այժմ արդեն այո։ Այժմ արդեն այո։ Հարցը նրանում է, որ այսօր վերցնենք լավ Ռուսաստանի Դաշնությունը, կողքի պետությունը, շատ հեռու չգնանք, չասեմ Հոլիվուդ, այնտեղ Եվրոպա եւ այլն եւ այլն։ Քո կատեգորիայի մարդիկ, հա, քո շնորհը չեմ ասում, այլ նորից եմ ասում, տաղանդ ունեցող մարդիկ բավական կարողության տեր են, ինչու, որովհետեւ նրանք օգտվում են իրանց իսկ տված պտուղներից։ Եվ դա արդարացի է։ Հա, տալիս ես արտադրանք, ստանում ես համապատասխան վարձատրություն։ Այսօր կարծես թե այ վերցնենք ֆինանսական կողմը։ Նայիր, չես ափսոսում, բայց չէ որ դու ընթացքում նաև կորցրեցիր արժանավույն, իսկ դա արժանի գնահատական է, թեկուզ ֆինանսական մի ասա, դա իդեալիզմ չի, մատերիալիզմ է, մատերիալիզմը շոշափելի եւ այդ դրա մասին։ Գիտեք, շատ հետաքրքիր բան կա կյանքի մեջ մարդու, որը կարելի անվանել ձեր ասած դեպքում կարելի անվանել ծուլություն։ Բայց ես դա ծուլություն չեմ համարի, քանի որ ինձ համար շատ մի հատ խելոք մարդ ինձ վերջերս ասեց, որ ծուլություն, հասկացողություն տենց ընդհանրապես գոյություն չունի։ Մարդը դա որպես ադգավոր կա, ոնց է հայերեն։ Պատճառը հորինել իր համար։ Գոյություն ունի։ Չէ, բայց մարդը իրականում ալարում է վեր կենալ իր տեղից, գնալ անել այսինչ բանը չի ուզում։ Ալարել չի։ Բա ի՞նչ է։ Դա ալարել չի։ Գոյություն չունի ծուլություն, տենց բան, ես համամիտ եմ։ Գոյություն ունի մենակ մի բան, որը չի թողում մարդուն անել ինչ որ դուք ասում եք։ Անգլերեն ասած lack of motivation, մոտիվացիայի պակաս։ Մոտիվացիա կարծես թե այ մայստրոին եմ Արի հարցնենք մայստրոին։ Մոտիվացիա մենք կարծես թե 20 պլյուսից հետո շատ մոտիվացիոն այսպես նախագծեր եւ ճանապարհներ կորցնում ենք, հասունանում ենք, հասկանում ենք, որ երազանքը վերածվում է նպատակի, հա, այլ երազանք չի, այս նպատակի ճանապարհին վախերն են խանգարում, ծուլությունն է խանգարում, տարբեր պատճառներ եւ մենք պարզապես թաքնվում ենք նրա տակ, որ չստացվեց, դե։ Հիմա ձեր մոտ էլ դուք էլ այ շատ շնորհալի եւ մինչեւ մայստրոյի պատասխանելը մենակ զգուշացնեմ, օրինակ իմ համար սոված երեխաները, վատ վիճակում գտնվող ընտանիքը, տունը եւ այլն եւ նման տիպի բաները դա մոտիվացիա չի։ Մոտիվացիա եսի նկատի ունեմ իրոք մոտիվացիա, որպեսզի դու ստեղծագործես, էլի։ Այ գնալ թաղարան, հա, կենցաղային խնդրեմը դա մոտիվացիա չէ, էլի, հա։ Մոտիվացիա չի, ինչպես կարող է։ Չէ, դա չի կարա մոտիվացիա լինի, իհարկե, որովհետև ոնց ասեմ, ամեն դեպքում դու քո այն որ ասում է հացնանապազորի աշխատում ես։ Հիմա մեկը շատ, մեկը քիչ, դա երկրորդ հարց։ Իսկ մոտիվացիան սենց է ընդհանրապես ոչ թե 20 տարեկանից հետո այդ իդեալները կորի, երբեք իդեալ բանը չի կորում։ Այսինքն նպատակը, որին դու գնում ես, ինքը երբեք չի կորում։
Ոչի կորում։ Հոգնում ես մի օր ես հոգնում ես, զզվում ես։ Չէ, Խոշոր հաշվով ասած։ Չէ, ուղղակի կյանքի ընթացքում դու սկսում ես քեզ չպետքական բաներից հրաժարվել, որովհետև սկսում ես հարգել քո ժամանակ ամենամեծ բանն է։ Իսկ միգուցե քեզ չպետքական զգալ։ Չէ, ասի որ չպետքական, երբ որ դու քեզ չպետքական զգաս, ուրեմն պրծած ես, վերջ։ Չէ, բայց մի րոպե։ Նայեք, կյանքի ընթացքում ճիշտ գնահատված չլինել, այսինքն դու ակնկալում ես, չէ, դու տալիս ես հանրությանը քո շնորհը։ Մեկ ունի կոչում դու չունես, մեկ ունի Չէ, դա անգամ դա չի հարցը։ Քո երաժշտությունը ուղարկում ես մեկին, մեկը լսում է, չի ճիշտ գնահատում, մեկը լիարժեք ընկալում է։ Ոչինչ, մեկը ճիշտ չի գնահատի, մյուսը ճիշտ կգնահատի։ Ինչ պետք է անես դու։ Կոպիտ ասած բրթես Ես մեկին մեկը առաջ եմ լսիր, հասկացիր, որն է լավ։ Ոչ բրթում եմ, ոչ բանջում եմ, ընդհանրապես ոչ մեկին ասելու։ Մայստրո, արդյոք ձեր ճանապարհին ամեն ինչ աշխատել է։ Չէ, ոչ մի բան, լիքը բան չի աշխատել, լիքը բան։ Նայեք ինչքան։ Ես ինքս գործիքավորող եմ, եղել են գործեր, որոնք մարդը եկե ասել է ոնց դա դու ես արել։ Ուրիշի Բայց կային բացվածքանում էր տակը գրած։ կան անուններ, Դե շատ բանը հայտնի։ մի հատ խոսք կա, չէ, ասում է помогите талантливым людям без прорвутся сами։ Հիմա կներեք, հիմա того, что ես դրոշը վերցնեի, գնայի, չգիտեմ, այդ բաստիլյաններ գրավեի, ինչ սեր փոխվելու։ Ինչներ փոխվելու։ Վարդան, կյանքի արդեն բավական պատկառելի տարիքի ենք հասել, հա, այս մեր սերունդը։ Ինչ որ մի բան փոխվելու էր գոռալուց։ Կարող է փոխվել արժեքներ։ Այ հիմա այսպես ես մտածում, ինչ մտածում էիր, ինչպես մտածում էիր այն տարիքում։ Չէ, կորձինալ փոփոխվել եմ։ Պահանջկոտ ես դարձել։ Ոչ թե պահանջկոտ եմ դարձել, ես շատ երևի սխալ կարտահայտվեմ, բայց առաջվա նենց չեմ ասեմ, որ մարդը իր մասին կողքից ասում է առաջվա Վարդան Զադոյան, չէ, առաջվա ես։ Փուլեր են, Չէ, իմ մասին առանձին չեմ կամ երրորդ դեմքից խոսամ էլի։ Ես առաջ ուրիշ էի, հիմա ուրիշ եմ։ Եկեք շատ կոպիտ ձևով նկարագրեմ, հա։ Վարդան Զադոյանի բարևը փող է հիմա։ Կեցես։ Ճիշտ է։ Չէ, ինչու այս հարցը տես ունի նաև շարունակություն, չասենք, հա, այ անուններ չտանք բնականաբար։ Ես պատկերացնում եմ, սա ինչ ասկսել։ Ունենում ենք հյուրեր, երբ գալիս էին մեզ հյուր եւ ստիպում էին, որ մենք առանձնահատուկ ուշադրություն դարձնենք իրենց անձի հանդեպ։ Պահանջում էին, չգիտեմ, էլ ուտելիք, էլ մեքենա, LS, ռակուրսն էին նույնիսկ ասում այս ռակուրսից նկարեք ինձ։ Մի խոսքով պահանջումներ այսպես մի Եվ ինչ պահանջում էին, դա ստանում էին, եւ ստանում էին հատուկ Եվ վերաբերվում։ պատկերացրու ստանում էին։ Ես հիմա պատկերացնում եմ ուղղակի իմ մոտ, դուք ուղղակի չեք պատկերացնում իմ մոտ հիմա ինչ բեքափ կա, էլի ընկերների ու տենց եմ որ ասում է հաճույք ստացողների այն ամեն ինչ որ ես ասում եմ, հեսա ինձ զանգելու են տղեկ, ասեն Զադոյան կներես ինչքան պիտի տանք որ բարի։ Հեսա այդ Դա նորմալ է, նորմալ։ Բայց չէ՞ որ մարդիկ չեն փոխում, ոչ ինքն է հիմա դարձել համեստ եւ հակառակը, դու ինչպես բարի սիրտ եղել ես, այդպես էլ չեմ կարծում որ դու իմ ասես ոչ։ Բայց ինքը հաջողեց, չունենալով անգամ 10%-ը քո։ Մյուսը զրկվեց եթերից։ Հասկանում եմ։ Այն մարդնով ասում էր, այո, ինձ եկեք, ինձ դիմավորեք, ինձ պահանջում էր։ Այ ոնց պահանջում ես, ինչ դիրք դնում ես, այդպես։ Ընդ որում լինելով միջակցություն պետք է ասեմ։ Այդ բառից Բայց գիտեք, մի հատ շատ հետաքրքիր բան կա, նամանավանդ երկարվեստի, նամանավանդ մեր հայկական երկարվեստի մասն եմ խոսում, ու ընդհանրապես մշակույթի, ասենք։ Ոնց էին ինձ ներկայացնում, դա շատ հետաքրքիր է։ Վարդան ջան, սենց մի հատ գործ կա։ Երբ որ ասում են գործ, ես միանգամից պատկերացնում եմ գործ, բայց բարձվում է գործը դա բարեգործություն է։ Սենց մի հատ գործ կա, ու որ ասում են եկեք մի հատ կոպիտ օրինակ բերեմ, այսքան գումար կա, որպեսզի այդ գործը արվի։ Արվում է այդքան գումարով, ասում եմ օքեյ։ Ասում են իսկ այսքանով, ասում եմ օքեյ։ Ասում եմ իսկ այսքանով, ասում եմ օքեյ։ Այդ օքեյից հետո ինձ ներկայացնում են ոնց, այնց լավ տղա է։ Իսկ արդյոք մեզ պետք է լինել լավը։ Այ խնդիրը կայանում է այստեղ իրական խնդիրը կայանում է հենց այս վերջի անգամ ես Facebook-ում մի հատ post էի գրել մերվելու հետ։ Ինչքանով ենք մենք մերվում սատանայի աշխարհի հետ։ Մենք պատրաստ ենք ընդունել այդ աշխարհը, համարել այն ժամանակակից, մոդեռն, որ դա է նորմալը։ Եթե մենք ընդունում ենք այդ ամեն ինչը, որ դա է նորմալը, համակերպվեցինք, ուրեմն պետք է ապրենք այն օրենքներով, ինչի մասին մի քիչ առաջ խոսում ենք։ Արդար իսկ եղել է այ որ դու համաձայնվում ես այսքան գումարով
իրենք հետո ասում էին մենք կմտածենք եւ անցնում էր ժամանակ հետո լսում էի որ մեկ ուրիշը համաձայնվել է այսքան գումարով իսկ քեզ մերժել են։ Գիտեք, չէ, իմ դեպքում այդպիսի բան չի եղել, ինչի պատճառով, որովհետև գլուխս չեմ գովա, ես միշտ որակ եմ տվել։ Ես տվել եմ որակ, ես եթե եկել են ինձ մոտ, իրանք իմացել են ում մոտ են գալիս։ Չէ, բայց իրենց մտածելակերպով որակը դա այսքան գումար է պահանջում։ Հասկանում եք, բայց իրանք շատ լավ իմացել են, դրա համար ասում եմ, իրանք իմացել են ուր են գալիս։ Իրանց արդեն նախորոք զգուշացրել են, իրանք իմացել են, որ գալիս են մի մարդու մոտ, որը բաց սրտով է դիմավորելու, որը կհամաձայնվի նաև այսքանին։ Ինչ է դա, այդ դու չես գնահատել։ Գիտեք ինչ, ամենամեծ ստորությունը, երբ որ նախորոք սրտիդ մեջ գիտես, որ մարդը լավն է։ Պատրաստված ես գնում։ Երբ որ լավ մարդու մոտ ես գնում, դու արդեն գիտես, իր ամենամեծ կոպիտ ասած են հայերեն AIB-ը, դա բարիություն։ Մեծ սիրտը, լռությունը, տաղանդը այսօրվա օրով ամենամեծ, ամենաճոխ ու ամենաընտիր դաշտն է միջակության համար, որպեսզի նա բղավի։ Միջակության համար տաղանդի լռությունը դա դաշտ է բղավելու համար։ Դա ուղղակի 100%-անոց բան է։ Հրաշալի ասված։ Վարդանի մտքերը առհասարակ հրաշալի։ Եթե դու լռում ես, միշտ հաշվի առ, որ այդտեղ այդ բեմի լռության բեմի վրա կանգնած միջակություն է բղավելու։ Այս երևույթը բնականաբար տարիների ընթացքում խմորումներ է անցել, աճել է, գերաճ է ունեցել եւ հանգեցրել է ինչ-որ մտքերի։ Եվ գրավել են աշխարհը միջակությունները։ Դպրոցում բախվել ես այդ միջակություն եւ քո առանձնահատկություն ունենալու տարբերությանը։ Հասկացա։ Եվ արդյոք այդ տարիքում ինչ որ մի բան քեզ թելադրել է, որ ահա կարող է այսպես լինել, թե դու շատ այսպես բաց եւ Չէ, բարեբախտաբար, ինչպես եւ դուք, հույսով եմ մենք հասցրեցինք սովորել այն դպրոցում, որտեղ սկսած հագուստից հավասարություն էր, հիշում եք։ Այո, մենք այդ Այսինքն այդ դուսպրծուկներ չկային, այսպես ասած, էլի։ Ցուցամոլություն չկար, չէին թույլ տալի, գոյություն ուներ այտենց ռուսերեն բառ, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, վիսկը չկա, հա։ Չկար համացանց, դա էլ է։ Չկար համացանց, չկար տեղ դաշտ չկար, հասկանում։ Այո։ Այսինքն մենք ուղղակի ոչ թե լռում ենք, այլ ուղղակի լավ ժամանակ ենք անցկացնում, դպրոցում ենք, ինչով զբաղվենք։ Այդ էր պակաս, հələ դպրոցում ինքնահաստատվեինք ինչ որ մեկս մյուսի վրա։ Հա, միգուցե 9-րդ, 10-րդ դասարանի վերջերում հայտնվեցին տղաներ, աղջիկներ, որոնք ավելի լավ էին հագնվում, ոչ ֆորմա, ահա, ասենք, եւ ցույց էին տալիս, որ իրանք ասենք թե ապահով ընտանիքներից են զույգ իրանք Ամերիկայից։ Հա, ասենք, բայց դա մաքսիմում դա էր էլի։ Եւ հայրիկի մեքենան, ասենք, հա, այնքան անմեղ բան է։ Ամեն ինչը գալիս է դաստիարակությունից, նաեւ գենից։ Ես ուզում եմ այս քո տեսակի բնութագրումը բացահայտում այ ստանալ հենց քո պատասխանից, որը վերաբերում է ծնողին, ինչ դաստիարակություն է տվել, ինչ է սովորեցրել, ինչ է սերտել, ինչ պատգամ է տվել քո ծնողը, քեզ մայրդ կամ հայրդ։ Ինչ է ասել։ Այո, պատվիրանը Աստծո կատարի, եթե քեզ խնդրում են դու պետք է տաս, եթե քեզ վիրավորում են դու պետք է ինչ անես, հա։ Պետք է չբղավես, պետք է համեստ լինես։ Եվ արդյոք դու անդիմացել ես ինչ որ մի փուլում կյանքի, եթե այդ պատգամը ստացել ես, ասել ես, ինչ ես ինձ այսպես դաստիարակե, ասեիր գնա պատ կոտրի գլխով օրինակ։ Մամային ասել եմ, պապային չէ, պապան ուրիշ էր մի փոքր, պապան ավելի կաղա խորհուրդ տար, ասեր չէ, ուրեմն լսի, սենցա պետք, դու արա, դու կարևորը արա, այն ինչ որ պետք է անես, չնեղվես, չամաչես, ասա ինչ որ կարևորը վստահ եղի, ասա, մաման վայ լսի ամոթա, մի վերցրու, ամոթա կարող է նեղանա, վայ չէ, բան, իմ ամոթա, դե լավ, այս անգամ սենց արա, թող սենց լինի, ինքը մեղ կա, ինքը սենց է, կարող է ստեղծագործող է, հիմա ես ասում եմ մամ, հիմա այս ստեղծագործողը նայի տես որտեղ է։ Այսօր դու այդ ստեղծագործողին ինձ օրինակ ես բերել։ Քեզ զորբա այսպես ասած չեն մեծացրել։ Չեն սովորեցրել։ Չէ, իմ մոտ տենց չի եղել։ Իմ մոտ տենց չի եղել, ես զսպվածությունը չի ասի, որ հենց մորիցս ու հորիցս տենց պապական եկել է։ Ասենք ես նույնիսկ չգիտեմ, կարող է
Պապիկներս շատ ագրեսիվ ֆիդայիններ են եղել, ես չգիտեմ իմ նախնիներին, բայց Չէ, դե նա ուրիշ պայքար Բա դա ինչի արդյունք, այլ զսպվածության, ցածր ինքնագնահատականի թե համեստության։ Միգուցե վախերի գիտեք, կոմպլեքսների։ սենց ասեմ, ես ոնց որ ասեցի։ Դու քո մեջ վստահ ես այդ ուժերի վրա։ Ես իմ մեջ վստահ եի մենակ մի բանում, միջև հիմա էլ վստահ եմ։ Ես վստահ եմ, որ կարող եմ ստեղծել լավ պրոդուկտ։ Այդ դեպքում ի՞նչն էր քեզ Դու խանգարում։ վստահ ես քո շնորհի, քո տաղանդի պահանջել, վրա։ Ես կյանքում չեմ ունեցել իմ կողքին մարդ, ով որ ինձ կջրի։ Կջերի թե թևեր Մոլախոտի կտա։ բանը Թե հիշում թևեր օրինակ։ կտա, կասի առաջ շարժ։ Թևեր տալ, ջրել այդ ամեն ինչը հոմանիշն է կա։ Չէ, ստեղծագործ առումով, այսինքն իր գործը ինքը իր վրա է, իր ուժերի հասկանում վրա եք, վստահ։ մարդ, ով որ այսենց ես նստած ասենք թե օրինակի համար դուք պատվիրատուն եք ձեզ հետ խոսում եմ, ու այն պահին երբ որ դուք ասում եք եղբայր գոյություն ունի այսքան գումար, այդ մարդը ասենց դոշից կդներ ձեռքը, կասեր վարդը մի րոպե, ասա ապեր։ Ախ, Այդ մարդն էր ինձ պակասում։ Պրոդյուսեր, մեր Եթե կարելի է դա անվանել պրոդյուսեր, ինձ պետք էր մարդ, ով որ կլինի իմ լեզուն։ ինչու դու չկարողացար այդ մեծ շրջապատի, այդ մեծ ընկերության, այդ լայն, այդպես հասարակական մարդկանց մեջ գտնել այդ մարդուն, ինչը քեզ խանգարեց։ Կամ իսկ քո լեզուն ուր կորավ։ Դե ես մի անգամ գիտեք ինչ գրեցի, ասեցի, հենց մեր մայստրոյի խոսքերը ասեցի, талантливые люди талантливым надо помогать, бездарности пробьются сами։ Տաղանդին պետք է օգնել, միջակությունները առաջ կգնան։ Լավ, ես ուզում եմ հասկանամ քո հոգեվիճակը, երբ այ գալիս էր պատվիրատուն, ասում էր եղբայրս այսպես, բայց սենց ցավարթան ջան, պետք օրինակ, հա, ես մի քիչ այսպես ընդգծված տարբերակով, դու ինչ էիր լինում, մտածում էիր չնեղացնեմ, գործը չկորցնեմ, ինչ անեմ կամ չանեմ, որ այդ պրոդյուսերի նման չէիր կարողանում քեզ պաշտպանել։ Ենթադրաբար այն ժամանակ, երբ որ երիտասարդ էի, մտածում էի անունս կառուցելու։ Դե նորմալ է։ Այսինքն անունը կառուցել, դե հավանական է, որ դա նաև պահանջվում է որոշ տեսակի Զիջումների, զիջումներ եւ անպայման, այո։ Այդ անունը երբ որ սկսեց կերտվել եւ արդեն հաստատվեց, ուժեղացավ նոր հայեր կավենի թիմ մտնելով, անելով տարբեր պրոյեկտներ, սկսած top 10-ից վերջացած մինչեւ տարբեր տեսակի պրոյեկտներ եւ պնդացավ այդ անունը։ Ես ուղղակի չհասկացա այդ փոփոխման շրջանը, երբ ես արդեն կայացած է, հասկանում եք։ Երբ դու արդեն լինելով ինիցիատորը եւ գաղափարը բեքգրաունդում մնացի։ Նայեք, խնդիրը ինչու է։ Բայց այս հիշում կասետների վրա գրված էր, հա, հեղինակ Վարդան Զադոյան, խոսքերի հեղինակ եւ այդ ինչպիսի մեծ բում էր, այդ ամենը վաճառվում էր, բայց Դաֆնի ծափարությունները ստանում էին կատարող։ Դե հա, բայց տեսեք, sense մի հատ խնդիր էլ կա։ Օրինակ նոր հայեր կավենի թիմը, ես մեր թիմը շատ սիրում եմ, շատ հիշում եմ, մենք միջև հիմա ընկերներ ենք, մենք մի հատ խնդիր ունենք, երբ որ մեզ հարցնում էին, ասում էին տղաներ, ամենադժվար հանդիսատեսը։ Ասում ենք հայ հանդիսատեսը։ Նման աստիճանի սկուպեստ, ոնց է հայերեն։ Ժլատ։ Քծիպություն, հա, քծիպություն։ Նման, տենց ասենք, քծիպություն ասենք։ Նման աստիճանի քծիպություն ծափահարությունների մեջ ոչ մի ուրիշ ասում։ Հա, իրանք չեն սիրում ծափահարել, մենք չենք սիրում լայքեր դնել, էլ չեն ասում, հрьяաները հորինել են նա շատ գեղեցիկ բառ, որը կոչվում է share։ Այո, չենք սիրում գնահատել նաև։ Ասել որ հрьяաներն են հորինել, մի հрьяան, մի բան արեց, մյուսը կիսվում է, տեսեք հрья է արել, տեսեք սենց ասեն։ Մենք դա չունենք, մենք պետք է դա սովորենք, իրարով սիրել, իրար սիրել, գնահատել իրար, մենք չկա դա մեր մասը։ Չեմ սիրում հрьяաներին օրինակ բերել, իզուրել բերեցի, լավ, բայց ամեն դեպքում ինչու է հերու գնում, հարևան պետությունը։ Սիրում եմ բերել, որովհետև իրենք հարևան պետությունն էլ ոչ պակաս չեն իրար, հարևան պետության ժողովուրդն էլ ոչ պակաս իրար աջակցում եւ գնահատում։ Հա, իհարկե, յուրաքանչյուր օրինակ, երբ որ ազգովի աջակցում են իրար, դա գովելի է։ Ոնց կարելի է, ասենք թե ես օրինակ տեսնեմ իմ ընկերս Հայկոն, որը ցավոք սրտի այսօր չկա արդեն, ինչ որ մի բան լավ ստեղծել է ու ես շեյր չանեմ իմ էջի վրա։ Վարդան, մեզ մոտ ֆուտբոլը ինչու չի ստացվում, որտեղ մենք թիմային աշխատանք չենք սիրում։ Մենք բոլորս անհատ ենք, չէ՞։ Անհատ ենք։ Դե հասկանում եք, ես անեմ, մենաշնորհի։ Բոլորը արթնանում են, տնօրեն, նախարար եւ նախագահ ամեն առավոտ 3 միլիոն մարդ արթնանում է այդպես։ Մեր հաջորդ հյուրը ոչ պակաս տաղանդավոր է, դիմավորենք տան եւ շարունակենք մեր զրույցը։ Դիմավորեք։ Մեծ
մեզ միացավ շատ տաղանդավոր անձնավորություն, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ, շատ սիրված կոմպոզիտոր Էդգար Գանջումյանը, ողջույն։ Ողջույն։ Էդգարը հիմա պետք է լիներ մինիմում պետք է լիներ Իգոր Կրուտոյի կողքին, մինիմում ես ասում եմ, մինիմում, բայց այսօր Հայաստանում է եւ շատ հավեստ կյանք։ Բայց ես Հայաստանում եմ, ձեր նշված մարդը ուրիշ երկրում է, այսինքն Էդգար, բայց դու չափից ավել։ Ես այլ սերունդ եմ նրան։ Չափից ավել։ Դու համեստ անձնավորություն ես եւ մարդ այն ժամանակ դեռ ես դու երևի հանդիսատեսի չգիտի մեր մտերմության աշճանը, հա, մենք այսպես կարծես թե քույր եղբոր նման մտերիմ էինք ժամանակին շատ սիրում էինք իրար եւ հիմա նույնպես եւ ես շատ լավ գիտեմ Էդգարին, շատ լավ, այսպես շատ հարազատ մարդ է եւ Էդգարը շատ համեստ է, այո, շատ այն ժամանակ դեռ Էդգարին ասոցացնում էին Իգոր Կրուտոյի հետ, չգիտեմ ինչու։ Չունենալով երաժշտական կրթություն, նա ստեղծում էր մեղեդիներ, որոնք կարծես թե ի վերուստ գալիս էին եւ նա հանձնում էր այդ երաժշտությունը հանրությանը։ Հիմա նայ, այսօր ինչը խանգարեց, որ ժամանակին մեծ անուն ունեցող, որովհետև այն ժամանակ, որ ասում էր Վարդանը, այն ժամանակվա Վարդանը եւ հիմա, այն ժամանակվա Էդգարը եւ հիմա, կարծես թե ինչ որ միտեղ մի բան կտրվեց, կամ դու կտրեցիր, եւ դու քո գործունեությունը, քո ասպարեզում կատարում ես իհարկե քո առաքելությունը, բայց այն առաքելությունը ինչ որ տված էր։ Այդ մեգա հիթերի հայտ շրջանը, այդ քամին, որ ամենուր քո երգերն էին։ Համեստության շնորհիվ չգոռալու շնորհիվ, այդ գլխով պատ չկոտրելու շնորհիվ, ինչի շնորհիվ մնաց այն տարիներում։ Ուրախություն ինձ այդ ինչ որ ստեղծել եմ չի մնացել, կարծում եմ, այնտեղ մենք մեր համատեղ նույն երգերը, Երկիր Նայիրյան, ասենք, մյուս այդ որ հիմա Արեքը վագումա շատ գեղեցիկ։ Ես հիմա տեսնում որ այդ մնացել է այդ երգերը։ Մեկ-մեկ էլ այնքան զարմանում եմ, որ տեսնում եմ, Սահակին մեծ մարդ է, այտենց ասում մեր ջահելության երգերն ասենք 60 անցա։ Ես հասկանում եմ, որ ես այդ ժամանակ շատ երիտասարդ էի, որ այս բաները եւ ինքն էր երիտասարդ էլի, անգամ այն մարդը, որ հիմա բավականին տարիքով մնացել է։ Դա այդ երգերը ապրում են տարբեր նորից կատարվում են եւ այլն եւ այլն եւ մենք շարաչենց ենք խոսում կան երգեր եւ երևույթներ արվեստում որոնք sense ֆեյերվերկի պես այսպես ասած առանց ուղեցիր երկրի ուղեցիր հասնելու հա պայթում են եւ sense հրավառություն ա լինում ինձ համար այդ պահի միլիոնավոր այսպես ասած դիտումներ եւ այլն, բայց ուղեցիր չեն հասնում, հասկանում եք։ Իսկ հիմա ուղեցիր եղած այդ արմանյակները մենք անդադար չենք տեսնում, բայց դրանք ուղեցրում իսկ դրանք եւ այն ժամանակ հիմա ավելի երևի տպավորվել է, ավելի թվում է հեշտ չէ, բայց հիմա այնքան մեծ է այդ հոսքը որակյալ եւ անորակի, հիմնականում անորակի, որ այսօր շատ դժվար է ինչ որ մի բան մարդկանց գիտակցության մեջ ֆիքսել, որ ինչ որ բան տպավորել։ Համացանցն է պատճառը, որ այսօր այդ դաշտը լցրել է ողողել, իսկ այն ժամանակ, երբ զանգարում էր, ասում էր այն նոր երգ կա, պրեմիերա պետք է արվի ռադիոյով, հեռուստատեսությամբ։ Այդ հերիք էր մեկ այդ օրը նենց մի հատ լավ ժամի որակյալ նյութ ներկայացնել, մյուս օրը բոլորը գիտեին, դրա մասին խոսում էին։ Հիմա ուրիշ ժամանակ։ Ուրիշ բան է։ Էդգար, այսպեսի մի բան ասեմ, քանի որ մենք, ես բացի երգահան լինելուց, հա, բնականաբար այսպես կյանքս ստացվեց, որ ես նաև հեռուստատեսությամբ հաղորդումներ եմ վարում, շատ անգամ մեզ նույն շատ հյուրերից, ոչ միայն այս հաղորդման, դիմում են, խնդրելով, որ հրավիրենք իրենց հյուր, ասելով, որ իրենց հրավիրեցին, նայ։ Դուք երբեք այդպիսի բան չեք անի, որ մեզ հրավիրի, կամ խոսեմ, բայց ասա, որ դու, հա, հրավիրեցիր, նայ, այդ մարդիկ հաջողում են, տարիների ընթացքում հասկանում ես, որ նրանք, այո, այդպես դռներ։ Ամեն ու դուրը ծեծում են, պատում են, գնում են։ Դու կարող ես նրանց անվանել անինքնասեր, պնդերես, պնդաճակատ, բայց նրանք հաջողում են։ Մի օր տեսնում ես մեգա աստղ է։ Այդ մարդը, որ այդ զորով գալիս է, բայց ներկայացնում է։ Մերժում էր 2, 3, 4-րդն արդեն դու իր ամաչումի խոսում։ Ես ոչ ասա։ Ոչ մի անգամ ես ինքս ինձ էլ մեկ հիշում եմ չի եղել որ ես
որովից այդտեղ զանգահարեմ հենց սկզբից սկսած։ Ես Գիտես, մենք միասին ենք, ախր մենք ես գիտեմ։ Քեզ այդ հետաքրքիր ճանապարհ ենք անցել, այդ միասին ստեղծագործական քննարկումների, ստուդիաներում աշխատանքի, միջև ուշ երեկո արվեր կատարողներ։ Հետ շատ հետաքրքիր շրջան էր ու ինչ էր։ Մենք ապրում էինք, չէ, այդ դրանով։ Մենք չենք կարող ապրում էինք, մենք շնչում էինք այդ ամեն ինչով եւ դրա համար դա առաջացնում էր հետաքրքրություն։ Մեզ կանչում էին, հրավիրում էին չի եղել ոչ մի անգամ, որ մենք անգամ շատ եթերներից ես ասեմ, հրաժարվում եմ, որ ուղղակի իմաստ չեմ տեսնում, գնամ մի հատ դեմքս նորից ցույց տամ էլի, չեմ տեսնում։ Արդյոք դա ճիշտ է։ Վարդան։ Սենց մի հատ բան կա, այդ գարը ասում է շատ հետաքրքիր բան ես ասում, ուղեցիր։ Հա, որ չի հասնում ուղեցրին։ Այսօրվա ուղեցիրը ո՞րն է։ Ուղեցիրը։ Այսօրվա ինչ է, հա, ինչն է այսօրվա ուղեցիրը, այսինքն այդ ուղեցրին, որպեսզի հասնի քո ստեղծագործությունը, արդյոք դա մեր իմ ու քո մտածելակերպով naslедственность, որ լավ հետք թողնենք, չէ։ Բայց դա պսևդո ուղեցիր է ինչ որ հիմա Դա Պահանջարկն ու առաջարկը։ Հա, պահանջարկն ու առաջարկը, նայեք, ես sense բան ասեմ, ես նկարում եմ։ Մենք շատ տակտիկ Կարողանում եմ նկարել։ Շատ լավ։ Նկարելու ժամանակ, ասենք, դե ստեղծում եմ ինչ որ նկար։ Կար նաև մի անձնավորություն, որը նկարել չգիտեր։ Այդ անձնավորությունը շատ լավ կարողանում էր ներկայացնել իր նկարները։ Ես լավ նկարում եմ, ինքը լավ ներկայացնում։ Լավ մարքետոլոգ էր։ Հա։ Այսօրվա օրով վաճառվում է ինքը ոչ թե ես։ Ախ։ Ոչ թե նրա պատճառով, որ ես հիմա ասեմ, այդ պատմվածքը, որ առյուծը կանչում է բոլոր կենդանիներին, ասում է հանդես են կանում։ Ամեն մեկ ով ինչ կարողանում է թող անի։ Գայլը գալիս է միս է բերում, սկյուրիկները պոպոկ, աղվեսը գալիս է պոչով պալատներն է մաքրում, բա բոլոր պատրաստում են անտառի հազարամյակին, չգիտեմ։ Էշը գալիս է սկսում է ոռնալ ու հետևի ոտներով բոլորին խփել։ Առյուծը ասում է, այ անասուն։ Ինչու ես այդպես անում, ասում է, ինչ կարում եմ, էդ էլ անում։ Հիմա ես ու Էդգարը չենք կարողանում։ Մենք կարողանում ենք ստեղծել, դա է մեր մոտ ստացվում։ Ով է կարողանում ներկայացնել մեր ստեղծածը։ Մեզ այտենց մարդ է պետք։ Ուրիշ պատասխան նման հարցին չկա, ուղեցրին կհասնենք, չենք հասնի։ Մեզ պետք է հասցնել ուղեցրին։ Վարդան, միթե այսքան տարվա ընթացքում այդ մարդը չգտնվեց։ Բոլորը գտան իրենց պրոդյուսերին, այդ ձեզ մոտ չստացվեց, չգտան։ Մենք չէինք կարող գտնենք, որտեղ մենք ման չէինք գալիս ի սկզբանե։ Քեզ ինչ որ մեկը օգնել է կյանքի ընթացքում, ներողություն եք։ Իհարկե օգնել է։ Ով։ Հենց կոնկրետ ովքեր են օգնել։ Մեր տղաները, մեր կավենի տղաները միշտ սպորտ են արել, հա, իհարկե։ Էդգար, ժամանակին պապիկիդ ազգանունը, անունը, հայրիկդ, Հայրիկը։ Գագիկ Սուրենիչը շատ է, հա, այդպես եւ հարգված մարդ, կարծես թե նա քո կամա պրոդյուսերի դեր տանում էր, որովհետեւ դու նորից զուսպեիր միշտ։ Հայրիկը կարելի ասել, հենց պրոդյուսերը դեր էր տանում։ Պարզապես Միասին էինք աշխատում ռադիոյում։ Դու զուսպես եղել միշտ եւ համեստ։ Հա, ես չեմ Տաղանդի հետ սիրել մեկտեղ։ հենց Նարթան հետ, ասես վիսկը չկա լինել երբեք։ Ուրեմն հետաքրքիր է, իհարկե միշտ ընդհանրապես գոյություն ունի, մենք հիմա նոր հենց դա քննարկում էինք, ես կոնցեպցիա գոյություն ունի, շատ հետաքրքիր բան է, այսինքն մարդ ինչպես է ինքը իրան տեսնում, ինչ է ուզում լինել, շատ առողջ, adekvat ես կոնցեպցիա է, որ մարդու մեջ ձևավորվում, նա երբեք չի պատկերացնում, որ ինքը ինչ-որ շատ է, քան թե կա։ Իրեն շատ առողջ գնահատում է, ինչ կա իր մեջ, ինչ կա եւ ուրա ձգտում, շատ հետաքրքիր է։ Եվ ինձ համար այսօր կա բանը, այն ժամանակվանից սկսած ես միշտ ուզեցել եմ ինչ որ մի հետք թողնել, դա եղել իմ ուղեցիրը։ Իմ արվեստով Հենդելյան ուղեցիրն է եղել, ոնց որ ասում են աշխարհը դարձնել ավելի լավ արվեստի միջոցով։ Սա է եղել։ Ու որը ամրապնդվեց շատ ավելի 2005 թվականից սկսած հայտնի այդ իմ պատմությունից հետո, որ ես զգացի, ես դրա համար եմ ապրում, որպեսզի իմ արվեստի միջոցով աշխարհին ավելի, ինչ ասեմ, այն ձգտումները տան, որ գիտեք, կան տիեզերական նշանակության նպատակներ, այդտեղ նայեք մի հատ էլի։
Այդ դա որպես վերին Իսկ ինչ գաղափարախոսություն։ վերաբերում բարձր պրոդյուսինգի, օրինակ պապիկս դա ինքը արվեստի մարդ էր, բայց երաժշտության հետ կապ չուներ։ Ինքը արաստեղծ, պարուսույց, Պապիկը պրակտիկ էր ավելի, չէ։ Իսկ պապաս ինքը շատ իր սիրուն ձեռագրով ոնց էր այդ մինի դիսկերի վրա արտագրում, գրում սիրուն, բան այդ ամեն ինչ ես թողնեի, ես տենց չէ բան անի, տենց ակուրատ բան ինքը զբաղվում էր, բան։ Հա, եւ հետո ես մի պահ եկա, որ հասկացա, որ այո, համալսարանը ավարտեցի, բայց ինձ պետքա ստանալ պրոֆեսիոնալ կրթություն եւ գնացի կոնսերվատորիա։ Համալսարանը, ասենք ինչ ես ավարտել։ Կիրառական, որից հետո կոնսերվատորիան Սատյանի մոտ ասպիրանտուրան, կոմպոզիցիայի բաժնում, այսինքն ես հասկացա, որ պետքա սա է իմը։ Կիրառականը իմը չէր, ասած ավարտեցի այնտեղ եւ միջազգային իրավունքի իմը սա է։ Իսկ դրա համար պետքա լինել հետեւողակ։ Մենք ես գիտեք ինչ է, այդ ենք խոսում, ես շատ եմ ասում, այդ ենք խոսում, այո, խոսում ենք Վարդանի հետ, որ մենք մեր ասպարեզում ենք կայացած մարդիկ ենք։ Հասկանու՞մ, ես այդպես եմ հավատում։ Մենք այսօր ինչով է չափում, այսինքն ինչով։ Եկ հակադարձում կայացած եւ ինչ որտեղ մոռացված այս սերնդի մոտ չճանաչված։ Վերում ինչ-որ։ Իդեպ Արի չասենք չէ։ Ես չեմ համարում այդպես, որ ոչ Վարդանն է, գիտեք ինչ, ինձ օրինակ կանչում են ժյուրիի կազմում լինել, եւ մեկ երեխաները վերջերս հոգեորված տեղեր են շահել, բայց վերջում այդ կազմակերպիչը ինձ խոսք տվեց։ Ասեց երեխեք, մի ոգևորվեք շատ, երկու օրից ոչ մեկը չի հիշելու, ինչ տեղ եք զբաղացրել, բայց ոչ մեկին այդ պետք չի։ Պետք չի։ Կականից, ասենք դուք այսօր պետք չի այդ։ Բայց այսօր կազմակերպիչը խոստովեց ես ինչ ես խոսում էլի, զրոյասում ես ոսը։ Ասում ոչ մեկին պետք չի, որ դու այս տեղն ես։ Խնդրեմ մոտիվացիայի բացակայություն։ Չէ, բայց ման չէ։ Ճիշտ է ասում։ Իսկ ամենը զարտեն ասեն, այս ինչ է, այս ինչ է, ոչ մեկին դա պետք չի։ 1-2 օր, չէ, 1 օր։ Ժողովուրդ ջան, ու դա առողջ է որ պետք չի։ Բասում բա ինչ է պետք։ Ասում են հետքը որ թողել ես այդ բարկած մեջ։ Այդ է մնում։ Դա համար այսօր ասենք երբ որ Ռուսաստանում մեկ էլ տեսնում եմ կինս բերում ասում է որ Սիբիրում արմյանская народная песня ձյուն։ Նա երեխա դուսակալ երկու ես ուրախանում եմ։ Այսինքն որ արեքը նոր նվագում են ձյուն։ Այսինքն մնացել են։ Եվ հիմա էլ շարունակում ենք Վարդանն է շարունակում ստեղծագործել։ Ես ինչով է չափվում։ Գուցե դա մխիթարանք է։ Դա էր պիկը։ Այդ էր պիկը Վարդան։ Ինչի պիկը։ Ես ինձ բավարարված եմ։ Մեր նշանակել։ Սենց մի հատ հետաքրքիր բան կա, Էդգար ջան, նայ, ամեն մեկը, թե ես, թե դու, մեզ բավարարված ենք զգում են պայմաններում, որոնց մեջ մեծացել ենք, որովհետև ավելի լավ պայմաններ ու ավելի լավ բավարարվածություն չենք էլ տեսել, որպեսզի դատենք դրա մասին։ Մենք չենք ունեցել մեր կողքը, կներես, ես միշտ համարում, ես հայ եմ ինձ համարում, շատ սիրում եմ Հայաստանը, պատրիոտ եմ, ու ես էլ քոպես հետքի ուղեցի դիմացի եմ մտածում, բայց ճիշտ է դա, բայց մենք կյանքում մեր կողքին չենք ունեցել գիպեր գնահատող ամերիկացի։ Մենք չենք ունեցել վաճառող մարդ, մենք չենք ունեցել մարդ, որին դու ցույց ես տալի գործը, ուղղակի ժպտալով ասում է wow, it's fantastic։ Բայց դուք գնահատել եք ձեզ որպես պրոդուկտ, ես ասացի ու ինքս ինձ բան է, պրոդուկտը դուք գնահատել եք ձեզ որպես պրոդուկտ տվող, Իհարկե, ես վստահ եմ։ Չէ, բայց պրոդուկտ թե ստեղծագործ։ Չէ, դա պրոդուկտը ժամանակակից լեզվով է։ Նայած կոմերցիոն է դա, թե պարզապես հոգու համար, այ ասում են ինչ ուզում անում։ Չէ, այսօր մենք ինչի մասին ենք խոսում, եթե մենք խոսում ենք կոմերցիոնի մասին, այսինքն այն դուրծեցող, չէ ես, ինձ կանչեք, դա ապա ես ու Էդգարը դրանից հեռու ենք, պարզ է։ Չէ, բայց ես գործը նկատում եմ, բայց դու ստեղծել ես մի պրոդուկտ, որը մրցունակ է, կոմերցիոն է։ Դու դա այդպես գիտակցում ես, թե պարզապես ստեղծագործել ես ուղղակի քեզ համար, քո հոգու համար։ Ոչ վաճառելու։ Այժմ արդեն կոմերցիոն բան կրում է դա։ Դուք համարձակվես նման տիտանների ներկայությամբ քո ստեղծագործություն ներկայացնել։ Ես հաճախ չգիտեմ տեղյակ եք թե չէ, ես մեր հաղորդման շրջանակներում թեմատիկ այսպես ակնարկներ եմ անում յուրաքանչյուր թեմայի։ Ինքն էլ այսպես է սկսել ստեղծագործել։ Սկսել։ Ես երբ որ սկսել էի, դու այս ժամանակ։ Չէ, հիմա ասում սկսել։ Գոնե կոմերցիոն պրոյեկտ։ Կոմերցիոն է, հնարավորինս կոմերցիոն է, չգիտեմ, կամ կոմերցիոն է, մարդը քեզ ներկայացնում էր այդ տարիներին, մի մոռացիր աղջնակս։ Շատ լավ, ես մի ուզում երգեմ, որտեղ Վարդանը, Հայկոյի, մեր սիրելի Հայկոյի երգերից, երգացանկից, ռոմանս, կյանքի խաչվող ուղիներում իհարկե փոփոխված
կյանքի խաչվող ուղիներում տեսան արդար է միշտ լինում տաղանդավոր մարդիկ լրում անտաղաններն են երևում կյանքի խաչվող ուղիներում շնորհալիներն են կործանվում մինչ լուր սպասում է իր ժամին բայց պնդերեսն է այդ գահին ափսոսանքի հազար կաթիլ կգլորվեն դարերն ի վեր մինչդեռ տաղանդն է լուր մնում Միջակն իր դիրքն է պին դնում Ափսոսանքի հազար կաթիլ կգլորվեն դարերն ի վեր Մինչդեռ տաղանդն է լուր մնում Միջակն իր դիրքն է պին դնում Գովասանքի հազար մի խոր չեն հնչում կյանքի օրոք տաղանդը վեհ ու հպարտ անտաղանդներն են կոտրում պատ Դառը իրականություն, ուրա։ Չգիտեմ ինչքանով էր իրականություն Չգիտես, հաճելի վոկալ էլ լսեցիք, խեր Մարիան հրաշալի ձայնի Բայց էլի ոչ երկու պրոֆեսիոնալ հարցն է, ինչու չեք Ինչ, զբաղվում։ հիմա անցնենք քեզ, Ես էլ ձեզանից մեկն եմ, էլի, երևի ես էլ չեմ կարողացել ժամանակին ճիշտ ներկայացնել ինձ Երկը, երկիրն այրան աշխարհի որտեղ ասես ուղարկել եմ նոտաները, բան շատ ապրում ասես մնացել են, բայց դրանից ինչ էլ երջանկություն որն է, երբ որ զգում ես որ Բայց փոշոտվել է այդ ամենը, մնացել է դարակներ։ հիմա էլ ենք ստեղծագործում, բայց դա շատ կարևոր, դա առանձին մասնագիտություն է, առանձին ինստիտուտ է, մարդ, որը զբաղվի այն մարկանցով, որոնք ստեղծագործում են։ Որ զբաղվի, որ ես այսօրվա դրությամբ ասեմ, նույն Facebook-յան այդ բաները, ակտիվությունները, YouTube-յան, չգիտեմ, այնտեղ ես չեմ գլուխ ողոր չեմ, բայց չեմ անում։ Չգիտեմ ինչ պատճառ, ինչ պրոկրաստինացիա է դա, ինչ եմ Չես հարցվել ես, ինչու չես անում Ինչ է, ծուլությունը, քիչ առաջ առաջ ուրիշ բաներով եմ զբաղված, բայց հասնում եմ կանեմ, դա ինչ-որ տիպիկ ինչ-որ պրոկրաստինացիա գիտեք ես դու։ Էդգար, դա է, չէ՞ կյանքի այսօրվա պահանջը ժամանակի, հա։ Վեր համոզեցին ինչ-որ բացի YouTube, բայց իսկ ասում եմ, այ սկսեմ զբաղվել հեսա կանեմ։ Մի տեսակ որ ես դա չեմ կարել, որ այդքան երևի։ Միջև վերջ ես ու Էդգարը չենք կարողանում ընդունել չարը։ Մենք չենք կարող ընդունել չարը, որը այսօրվա օրով տիրում է։ Մեր մոտ չի ստացվում դա։ Դուք մնացել եք բարու դարաշրջան։ Բարու դարաշրջան մենք մտածում ենք լույսավոր պրոյեկտներ։ Եթե կան մարդիկ, ովքեր որ գնահատում են լույսը, մենք պատրաստ ենք ստեղծագործել առավոտվանից մինչև գիշեր։ Մեծ ողջավորությամբ, մեծ։ Հեքիաթի Հա, Արտան ջան, դուք դաս Արտան ջան, վստահ եմ Վարդանն է, ես հիմա իհարկե չեմ տա կոնկրետ որ դեպքերը մանրամասն նկարագրելու համար չեմ ասի, բայց լինում են դեպքեր, երբ որ ես հրաժարվում եմ պրոյեկտից կոնկրետ որովհետև այնտեղ այնպեսի գաղափարներ են խառնած լինում, որպեսզի վաճառեն։ Որպեսզի վաճառեն, բայց Լույսի բացակայությամբ վաճառեն։ Մեծ բաներ են խառնած լինում, որ վաճառեն։ Ես ասել եմ, չէ, վերջ։ Քանի անգամ ա եղել այդպես, որ ես հրաժարվել եմ, չեմ արել։ Բազմաթիվ անգամ ինձ հետ։ Այո, բայց շատ մեծ հոնորարներով բան չեմ ուզեցել, որովհետև ես դրա համար չեմ ապրում։ Ինձ տալիս է բարեվատություն, որ ես ինչ-որ մեկի մեջ որ բան կառուցում եմ։ Լավ, ժող, հիմա նայեք, սիրելի իմ հարազատներ ընկերներ։ Սա այս ամեն ինչը ինչպես ասում են, օքեյ է, հա։ Այս գաղափարները, այս ամեն ինչը, բայց կեցությունն է, որոշում գիտակցությունը, չէ՞, մենք երբ որ գալիս ենք բախվում ենք մի կետի, որ պետք է հաց ուտենք, հագնվենք, ապրենք ի վերջո մարդ արարածենք, հա։ Ասենք թե կողքից չկա, այն ինչ որ այսօր կա կամ չգիտեմ ինչ կա, ես չգիտեմ։ Ինչ ենք անելու մենք։ Այ մեր հպարտ արվեստագետ տեսակ։ Աչք կփակեմ, բայց գումար կաշխատեմ։ Ոնց է անելու, վաղը ոնց է։ Օրինակ մեկը ես, ասենք հաղորդումս փակվեց, ոնց եմ ես աշխատանք գտնելու։ Դու ինչ ես անելու։ Դու ասենք Աստված ներողություն, ավարտեմ միտքս, Աստված մի արա, ասце։ Այսպես ակտուալ բան եմ ասում, արդիական։
դպրոցի տնօրեն ես, հա, այսօր երաշտական։ Ասենք թե ինչ պատճառով, ինչ ես անելու, Բայց ես հիմա ասեմ, Արա ջան, ես հիմա ակտիվ ստեղծագործական կյանքում զբաղվում։ Հենց հիմա ես երկու ներկայացման վրա եմ աշխատում։ Ասենք մեկը գրեցի անցած տարի, ինչ որ պրոյեկտներ եմ անում։ Բայց դրանք գումար բերում են։ Դե բնականաբար ինչ որ չափով այո, եւ եթե ես չունենայի սկզբունքներ, ոնց որ նաեւ արտաները թե չունենա, շատ ավելի շատ գումարներ կգային, բայց մեզ ինձ դա պետք չի։ Այդ առումով եթե պետք է գա մի բանի գնով, որ ես իմ էությունը կորցնեմ։ Եթե մի օր պետք լինի, մեծ ընտանիք կերակրելու համար ես հիմա 3 երեխա ունեմ, բայց ես համոզված եմ, Փառք Աստծո, եթե մենք մնանք սկզբունքների, լույսի սկզբունքների մեջ, все это, ոնց ասում եմ, կլինի, կպրիլոժիցը։ Ես հավատում եմ, հասկանում ես։ Չէ, ես եթե կա պահանջ կողք դնելու լույսավոր Վահանը եւ Թուրը եւ վերցնել բան, քլունգը, Կվերցնես։ չէ, եթե այդ է պահանջը, ես պատրաստ չեմ։ Հա, տեսար։ Ես պատրաստ չեմ, ես քլունգով ճանապարհ հարթող չեմ։ Բայց դա միշտ չի որ այդպես է, կգա մի պահ, երբ դու պատրաստ կլինես։ Կգա այդ պահը, թե չի գա այդ պահը, դա ես ասում եմ, ես մարդ եմ, որը որ այսօր արարում է, իսկ վաղը Աստծո վրա է թողնում։ Դու դեռ կոմֆորտ զոնայում ես։ Երբ դուրս կգաս, կստիպեն դուրս գալ այդ ժամանակը։ Տիգրան, բայց ես իստում իմ ճանապարհից եմ ասում, ես ամեն օր կոմֆորտ զոնան հաղթահարում ենք մենք, նոր պրոյեկտ ես վերցնում, բայց կոմֆորտ զոնան, գիտես ինչ է, չարին ընկեր դառնալը կոմֆորտ զոնա չի դայնացնում։ Ես հակառակը ամեն օր ես մնալով իմ սկզբունքների մեջ, իմ կոմֆորտ զոնան ավելի անցնելով տարբեր իրավիճակների միջով իմ կոմֆորտ զոնան ավելի լայնանում է, ես մնում եմ ավելի հաստատում իմ։ Չէ, քլունկի մասը խոսքը, երբ գուցե ստիպեն կվերցնես։ Քլունկի ինչ բան նկատի ունի, ասի այսօրվա տենդենսներին դառնալ ընկեր։ Հա, ես ուղղակի մի հատ շատ կոպիտ օրինակ բերեմ, եթե հետաքրքիր է։ Պատկերացրեք երկու սենյակ, հա, սեմինար։ Երկու սենյակում սեմինար է անցկացվում, հա։ Մի սենյակի վրա գրած է արագ եւ որակով։ Արագ եւ ակնթարթային։ Հա, որակը չէ։ Սեմինարը։ Արագ եւ ակնթարթային։ Բացում ես սեմինար դուրը, սեմինարիստը վարողը սատանան է։ Սենյակը լիքը։ Ոնց անել այս պրոյեկտը, ոնց անել արագ, ոնց հասնել սրա, շատ արագ, շուտ, արագ, որակով, շուտ, արագ, ամեն ինչ արագ, բոլորը լսում են, սեմինարը շատ հետաքրքիր է։ Կողքի սենյակի վրա գրած է դանդաղ եւ դժվար։ Բացում ես նստած Աստված, մարդ չկա։ Ես ընտրել եմ այդ սենյակը։ Ես էլ Հատուկ Աստծո սենյակի բնակիչների համար մենք ունենք հատուկ բլից հարցեր, ակնկալում ենք ձեր կարճ եւ դիպուկ պատասխանները։ Այո։ Երբևէ ստել եք հանուն փրկության։ Այո։ Էդգար, առիթ չի եղել։ սխալ, որը ճակատագրական է դարձել ձեզ համար։ Չկա տենց սխալ, քանի որ ճակատագիրը ինձ համար շատ ամորֆ բան է։ Էդգար, Ես ճակատագրին ընդհանրապես չեմ հավատում։ Այդպես, ամեն մեկն է ինքնակերտում այն ինչ։ Իսկ Աստված չի արդյոք քո Բացարձակ։ կյանքի գիրքը գրում։ Չէ, ինքը տանում այն ճանապարհը, որ ինձ կբերի վերջնական փրկության, բայց ես եմ ընտրում ամեն քայլին ինչ անեմ։ գնանք ընտանիք, հայրիկի կողմից ամենասաստիկ եւ դաժան արգելքը։ Հայրիկս ասում էր, նույնիսկ եթե ամառ է, շորտերով դուրս չգաս։ Դες լսել եք, հետևել եք։ Դե որ հայրիկը ոնց էր Ասում էր սևը արդեն որ շորտեր եմ, հակնում չգիտեմ ինչի։ Բայց ուրիշ տենց ինչ որ գլոբալ բան չի եղել։ Քիչ կարելի է մի փոքր լայն պատասխանել։ Ես ասում եմ, մարդի շնորհակալ մարդ լինի։ Օրինակ ես բոլոր մարկանցից, ովքեր ինձ ճանապարհին մենք հանդիպել ենք, շնորհակալ եմ Մարինային, Մարաջան քեզ, բոլոր կատարողներին, բանաստեղծներին, Վարդանին, Անդոյան, որ էլի համգործակցել ենք, Պապային, որը այն ժամանակ տենց զբաղվում էր իմ արվեստով, ամեն ինչ կազմակերպելով, ճիշտ բանանելով, եւ եթե ասում եք հայրիկը, չէ, ուղղակի մի բան էր ինքը միշտ ասում, ինձ մոտ տպարվել է, որ օրինակ ասել, ենթադրենք, այդ խնդիրը դրած դու հարցը լուծես։ Իր կոնցեպցիան է, էլի օրինակ գնում ես հաց չկա, ճարի բեր հաց։
ընդհանրենք այդ հենց իր բանո գնա թխի բեր էլի Հա Գագիկ Սուրենի չէ առումով թխի շատ բեր բայց կոնկրետ եւ որ գասած կառուցողական ու ռադիկալ է, հա։ որ ասма զանգեցիր սրան չէ համարը չունեի հարցնեի էլի օրինակի համար էլի Պատճառ, որի համար արժե հեռանալ ընկերոջից։ ես պարզություն եմ շիտակություն եմ սիրում հարաբերությունների միշտ ու ասենք գիտես եթե անգամ համարում եմ ինչ որ մեկը միգուցե վրիպել է ես հիմա չէ այտենց դուրը շղկացի ես այն բանով պետք է այդ մարդուն օգնել պետք է այդ մարդուն օգնել միգուցե միտեղ ինչ որ վրիպել է սխալվել է բան բայց չեմ սիրում երկերեսանի վիճակներ այդ չեմ սիրում Երևի իմ մոտ ավելի ուրիշ զգացմունք է ես երևի անպատասխան ընկերություն Դրա մեջ շատ բանապար փակվում երևի Այդ պատճառը դուք եղել անպատասխան սեր, անպատասխան ընկերություն, անպատասխան, այսինքն մենք հավասար չենք։ Ինքը ես իմ ինչի ստատուսով ավելի բարձր է, քան ես ընկերության մեջ։ Ես դա չեմ ընդունի։ Յուրաքանչյուր ստատուսի բարձրացում ես չեմ ընդունի։ Եվ վերջին բլիցը, որից հետո մենք կդիմավորենք մեր փորձագետին այսօրվա, ով կգա հանգուցալուծելու մեր այս այսպես կարծիքների փոխանակումը, նախ սիրում եք ձեր անունը թե ոչ եւ ինչ անունով են ձեզ կոչել։ ում անունով Կամ ում անունով։ Ես սիրում Էդգար անունը բայց փոքր ժամանակ չեմ իմացել ինչա նշանակում Չես հետաքրքրվեց ակումբնաբանությամբ Պապիկ տատիկ չկա Էդգար չի եղել Ուրեմն դա նշանակում է հաջողակ успешный воин, նայեմ կամ успешное копье, ինչ որ sense բան կա, գարդն է, էլի, այդ գարդ, այդպեսի անունն է կա, չէ, day-of վերջում, դա է եւ մի տեսակ Իսկ այլ անունով չեն կոչել, չէ, միշտ հենց Էդգար, դե տարբեր ինտերպրետացիաներ լինում են, բայց հենց ես պես Էդգար սիրում եմ այդ անունը։ Վարդան ես գիտեմ, որ իմ անունը նշանակում է նվեր, հին, հայկական։ Վարդան Մամիկոնյանի հետ կապ չունի։ Վարդան Մամիկոնյանին սիրում եմ։ Բայց անձամբ ծանոթ չեմ եղել։ Անձամբ ծանոթ չեմ եղել։ Վարդան Մամիկոնյանին սիրում եմ, հարգում եմ։ Հետաքրքիր պատասխան։ Վարդաններ հələ կյանքումս վատ Վարդան չեմ հանդիպել։ Բայց հետաքրքիր կանոնն էլ չէ կապ ունի Էդգարները, Վարդանները։ Տենց Վարդաններ չեմ հանդիպել, ոչ չի իմ անունը Վարդան։ Պապիկս էր Վարդան։ Պապիկի անունով են, դե այդպես էլ ասա, էլի ու ես գնացել։ Պապիկի անունով են դրել Վարդան, բայց ուզում եմ ասեմ, այնց դժգոհ չեմ անունիցս, էլի։ Ինձ իմ մոտ նես տպավորություն է, որ ես ծնվել եմ, ինձ ակուշերը սենց հանել է ու ասել է Զադոյան ջան։ Ինձ բոլոր Զադոյան։ Լավ։ Ինչ դիմավորենք քիչ անց մեր փորձագետին, ով կգա հանգուցալուծելու մեր այսօրվա մտքերի փոխանակումը։ Դիմավորենք։ Եթե ուզում եք ձեզ նկատեն, որպես տաղանդավոր մարդ, ըմպեք այս գինին, որտեղ կա անպայման տաղանդի էլիքսիր։ Ինչ կապ ունի տաղանդի էլիքսիրը եւ նկատելը։ Առհասարակ գինեգործը պետք է լինի տաղանդավոր։ Եթե տաղանդավոր է իր գործը, տաղանդավոր գինեգործը պատրաստում է գինի տաղանդավորների համար։ Չէ, հա։ Նաև, եթե տաղանդավոր գինեգործը պատրաստում է լավ գինի, ինչ որ մի կիսատաղանդ մարդն է։ Խմում ես դառնում ես տաղանդավոր։ Չէ, իրականում այդպիսի բան չկա, բայց վանարձի խմեք։ Իսկ այս լավաշը հաստատ պատրաստում են տաղանդավոր մարդիկ։ Իսկ լավաշը առհասարակ չեն կարող անտաղանդ մարդիկ պատրաստել։ Հիմա դու անտաղանդ ես։ Նայ։ Կանաչիներով կան նաև քեզ տան խմոր։ Հա, ինչ կա։ Խմորիչ եւ այս բաղադրությունը։ Դու կարող ես լավաշ պատրաստել։ Հենց 10 խմոր ես կասեմ։ Ոչ, միայն MG-ում կարող են այսպիսի լավաշ պատրաստել, որ լինի համ հագեցնող, համ չչաղացնող, չգիրացնող։ Իսկ դու գիտես, որ սա պատրաստվում է էլեկտրական վրարաններում եւ բնականաբար համն ու հոտը ապահովված է։ Իհարկե գիտեմ, ես այս լավաշի ֆանատ եմ։ Եվ առանց վնասակար նյութերի։ Ասում եմ ֆանատն եմ, ես ուտում եմ, դրա համար չեմ գիրանում։ Սա էլ պես։ Եվ առողջ եմ։ Ինչ։ Բարի ախորժակ։ Մերսի սիրելիս։ MG լավաշ։ Մեզ միացել է կլինիկական հոգեբան Նարինե Ստեփանյանը, բարև ձեզ, Ողջույն, բարի գալուստ։ մեր տաղավար։
Դուք կարծում հետևում եք զրույցին, նաև քիչ առաջ, երբ մենք ներկայացնում ենք մեր հովանավորների արտադրանքը, մեր հյուրերը ձեր առաջադրանքը կարծես թե կատարեցին եւ յուրաքանչյուրը պատկերել է իր պատկերացած, չգիտեմ, մարդու կասեմ, թե ինչ կիմանանք առաջադրանքը ով ինչ է պատկերել։ Արդյոք կմնա տաշած քարը գետնին, թե ոչ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտ ասած հետևում է ու բավականին հետաքրքիր թեմա է շոշափվում, հա։ Ճիշտ ասած, երբ որ մենք խոսում ենք տաղանդավոր մարդկանց մասին, օժտված մարդկանց մասին, մենք խոսում ենք արվեստագետների մասին։ Արվեստագետը արդեն իսկ փոքր ժամանակվանից իր հայացքը դեպի ներս ուղղված է, դեպի հոգևոր աշխարհին ուղղված է, նյութական չեն իրենք։ Դրա համար, երբ որ հերթը գալիս է, որ իրենք պիտի այսպես ամբողջ աշխարհին ցույց տան, իրենք ինչպիսին են եւ այլն, այդ մարդիկ խուսափում են։ Այդ մարդիկ խուսափում են դա Սոցիումի հետ անելից։ կարծես թե խնդիր կա։ Այո, սոցիումի հետ, այսինքն ոչ թե սոցիումի հետ խնդիր ունեն, իրենք ունեն շփում իրենց անձի հետ։ Իրենք դեպի դուրս ցույց տալու չեն ուզում, ինչ որտեղ խուսափում են, Իրենք չեն հասկանում միգուցե որովհետև այո, իրենք կարող է այսպես մոտ թողնեն շատ մարդկանց եւ այդ մարդիկ չհասկանան իրենց այդ ներսի արվեստը, հա, այդ գործը եւ դա իրենց ավելի շատ ցավեցնի, որը իրենց կարող է ենթադրենք հավասարակշռությունից այ հանել եւ իրենք դադարեն այդ գործել, ստեղծագործել։ Համամիտ եմ, որ այնց ձեր գործառույթը ստեղծելն է, ստեղծագործելն է, իսկ ներկայացնելը դա այլ մարդկանց ֆունկցիա է արդեն։ Անդրադառնանք Վարդան Զադոյանի ստեղծագործությանը, որը հիմա ձեր Շեդևր է։ Այստեղ այո։ Իդեպ ներողություն ուզում եմ մի բան ասեմ, Վարդան շատ լավ նկարիչ է եւ նկարում է տարօրինակ է որ։ Սա լինելով միկրոսկոպիկ չափերի բան է նկարել։ Եկեք շրջենք, որպեսզի նաև տեսնեն հեռուստատիտողները այսպես։ շատ ծիծաղ։ Ինչ է պատկերել Վարդանը։ Այստեղ հարցական եւ հա մարդու այսպես կերպար գլուխը կարելի ասել հարցականի նման է, հա։ Այստեղ երևում է հենց արվեստագետի կերպարը, որ ինքը փնտրում է իր մեջ ամեն ինչը, հա, հարցականները, հարցադրումները, անընդհատ այս ինքնավերլուծության մեջ, անձի զարգացման մեջ է։ Այսքան տարի անց դեռ հարցական է։ Միշտ։ Դա զարգացման մեր, այսինքն, այո, այսինքն այդ ճգնաժամը բերում է անձնային հենց աճին, մարդը ինչ որ մի բան փնտրում է իր մեջ, այսինքն ուղղված է հայացքը դեպի իր ներաշխարհ։ Իսկ գտնում է մարդի վերջո այս փնտրտուքի մեջ, երբ որ տարիքում, որ փուլում, երբ է գտնում։ Դա մշտական բնույթ է, այդ նշանակում է, որ մարդը արարում է։ Իր ներսում է արարում, այսինքն ինքը անընդհատ ստեղծագործության, եթե կանգ առավ, ուրեմն այդ մարդը այլևս չի։ Եթե ինձ համար դուք ճիշտ ասացիք, ինձ համար հենց ես պետք է խոսամ, թե հա, մեկնաբան եմ, էլի ինչ որ ես արել եմ, այդ հարցական են չի պատճառով, որովհետև ինձ համար մարդու կյանքը սկսված իր ծնունդից, որ Աստված իրան կյանք է տալիս, մինչև վերջին օրը, երբ նա փոխում է իր գրասենյակը, այսպես ասած, հարցական է, որովհետև մարդը եթե հարցական չլինի, դու առանց պատասխանելի ապրել չես կարող։ Աստված ամեն ինչ ստեղծել է հարցական քեզ համար ու հենց հետաքրքրությունը ու հրաշքը դրա մեջ է, որ դու կարող ես հարցեր տալ ու պատասխաններ ստանալ։ Բայց ինչ բարի բան է, չէ՞, խելացի լինելը։ Ավելի լավ է մի քիչ այդպես տգետ լինելը, ենթագույներ, ենթաշերտեր չկան, կասեմ սպիտակ վերջ։ Եվ հեշտ է ամեն ինչ։ Փոխանցենք նաև այդ կարի Այսքան է, հա, այդ մարմինը, ձեռքերը։ Մարմինը, ձեռքերը, այստեղ ձեռքերը, հա, երկու կողմով այսպես պահած նշանակում է ինչ որ մի բան պահել այս կյանքում ամեն ձևով ինքը ցանկանում է տվյալ անձը պահել, պահպանել են ինչ որ ինքը կա։ Ոտքերի տարբեր կողմերը, հա, ներքին աններդաշնակությունն է ցույց տալիս, աններդաշնակություն, իհարկե, այն կոնֆլիկտները ներքին, հա, ոտքերը այսպես էս նկարել։ Այո, դա նշանակում կա անձի մոտ այդ ներքին կոնֆլիկտները եւ այլն, դա իհարկե էլի վատ բան չի, որովհետեւ աններդաշնակության մեջ ենք մենք գտնում ներդաշնակությունը, այսպես ասեմ նաեւ, հա, դա էլ կա, այսպես։ Իսկ գույների համադրությունը։ Գույները ինքը այսպես հա կանաչը որպես հանգստության գույն, որ այն փնտրտուքը, որը կբերի հանգստության իր մեջ, գլխում հանգստություն է ամեն դեպքում։ Իհարկե, ցանկությունը կա գտնելու։ Տագնապ չկա, ամենակարևորը։ Ես ճիշտ ասած մի ամբողջ նկարը կանաչան է, ուղղակի լավ չէր երևում, դրա համար շագանակագույն օգտագործում։ Այսինքն կանաչը ինքը բնության գույնն է, ներդաշնակության գույնն է,
կյանքի գույնն է, հա, այսպես այդ դրա գույնն է, դրա մասին է։ Գույների առումով շատ սակավ է Գանջումյանի ստեղծագործությունը, չգիտենք ինչու։ Ես ինչ է սարել։ Մեկ գույն է օգտագործել, որը շատ Երկներ է նշմարվում է, շատ բարդ։ Կարող եք պատտել ինչքանով կերևա տեսախցիկով չեմ կարող ասել, բայց ինչ որ բան Ոնց որ երեկո երկը դինի։ Երեկո տեսիչով։ Աղջիկ է նկարված, հա։ Ինչ է։ Չի երևում, հա։ Այստեղ ճիշտն ասած, եթե այսպես վերցնենք, հա, աղջկա կերպարը մեր մեջ միշտ կա։ Արվեստագետների մոտ ինքը առավել շատ այն զգացմունքային կերպարը, կնոջ կերպարը առավել վառ է, որովհետև դա է նպաստում, որ մենք սկսում ենք ստեղծագործել։ Իսկ զուտ տղամարդկայինը եթե կա, նա մի քիչ ավելի ուրիշ մասնագիտություններ են, ավելի այլ արտահայտումներ է գտնում, հա, այսինքն անիմա եւ անիմուս ունենք մենք։ Այստեղ Էդգարը այստեղ ավելի շատ ընդգծել է անիմայի կերպարը եւ արվեստագետին հատուկ է դա։ Եվ այստեղ նաեւ կա այն այսպես, հա, մազերը փակված է, որը խոսում է, որ ավելի լավ է հասարակությունը այդքան չերևամ, պետք չի շատ երևան, որովհետև դա թույլ չի տալիս ինձ ստեղծագործել։ Երևալ նշանակում է չստեղծագործել, այսինքն այն միջինն է դառնում մարդը։ Իսկ ծածուկը ինքը ստեղծագործականության բարձրացմանն է նպաստում։ Կա հոգեբանության մեջ, որ ասում են երեխան երբ որ ծնվում է ինքը դատարկ մաքուր թուղթ է։ Ոչ, ես չեմ համարում, որ դատարկ մաքուր թուղթ է։ Ճիշտ կարդացող է պետք եւ ճիշտ ընդունակությունները զարգացնող է պետք։ Դուք գտել եք, ունեցել եք ձեր կյանքում այդ ընդունակությունները, ճիշտ զարգացնող ունեցել եք ձեր կյանքում եւ հասցրել են սրան։ Շնորհակալություն շատ։ Այստեղ ես իմ նկարածը նմանեցրեցի իմ աղջկան, իմ դստերը։ Այո, որովհետեւ տեսնում եք իր մեջ նաեւ այն որակները, որը ինքը ինչ որտեղ նմանություն նաեւ կա ձեզ, նմանացնում եք ինչ որտեղ նաեւ, որ ունի ինքը այդ որակները։ Շնորհակալություն իհարկե եւ հանգամանալից այսպես մեկնաբանության համար ինչ կասեն մեր հյուրերը։ Ստեղծագործական այդ process-ը շատ ինտիմ process է, օրինակ, դուք ուզում ես կոմեդիա կատարվում եւ այլն եւ անդադար սրա մասին sense բայց այո, կային բաներ, որ ներաշխարը շատ կարևոր է ստեղծագործող մարդու համար, ինձ համար այդ եւ չէ՞ sense ինքդ քեզ հետ մնաս, ինչ որ մտածես, բանանես, այդ նոր մտք կային, այո, բաներ, գույների մասին ճիշտ է չարադարձակ իմ որքան տարօրինակ թվաց բոլորին։ Գույների հետ կապված իհարկե կարող եմ ասել, սա ընդհանրապես դեղին գույնը դա վերին աշխարհի գույնն է։ Դա երկրային գույն չի, երկնային գույնն է։ Ուղեցիր դա։ Հասանք ուղեցիրն է։ Երկնային, հա, սա։ Երկնային գույնն է, այո։ Ինչի՞ չասես երկնային գրասենյակն է։ Վերևի վերջում ամենա կասեմ հենց իմ սիրած ֆիլմից մի կտոր, որ կցանկանամ բոլորիս ինձ էլ Էդգարին էլ բոլոր արվեստով զբաղվող մարդկանց զերծ կմնամ արվեստագետ բառից։ Հիշում եք Բարոն Մյունխաուզենը ասեց ես հորինել եմ մարտի 32-ը։ Ես ցանկանում եմ, որպեսզի մենք Էդգարի հետ եւ բոլոր ստեղծագործող մարդիկ հիմնականում իրենց կյանքում հանդիպեն եւ շփվեն այն մարդկանց հետ, ում համար իրոք պետք է մարտի 32։ Ում պետք չի մարտի 32, տենց մարդկանցից մենք պետք է հեռու մնանք։ Այդքան։ Շնորհակալ ենք բոլորին, նաև մեր մայստրոյին եւ հեռուստատողներին։ Մեր այսօրվա զրույցը եւ իհարկե մեր հյուրերը եկան փաստելու, որ տաշած քարը երբեք գետնին չի մնա։ Տա Աստված, որ տաշած քարը գետնին չմնա, կհանդիպենք մյուս շաբաթ։ Մեկ շաբաթ անց կհանդիպենք։